Եվ այսպես տաղավարում հյուրընկալել ենք Կարեն Իգիթյանին, նա տարածաշրջանային հարցերով փորձագետ է, շնորհակալություն, որ ընդունել եք հարցազրույցի հրավերը եւ առաջարկում եմ շարունակենք այն թեմայով, որով սկսել ենք։ Գործընկերս Արթուր Սահակյան նշեց, որ Վաշինգտոնում կա նման հայտարարություն, նման տեսակետ, որ Հայաստանի իշխանությունները չեն դիմում իրենց նույնիսկ գերիների հարցը լուծելու համար։ Ինչու չեն դիմում, ինչու է անտարբերություն, ինչու ոչինչ չի արվում կամ ոչինչ էֆեկտիվ չի արվում։ Բարև ձեզ, ես եմ շնորհակալ հրավերի համար։ Գիտեք, սա մենակ գերիների հարցով, եթե մենք ասենց լոկալ խոսանք, մենակ գերիների հարցով, մենակ տարածքների հարցով կամ ինչ որ առանձին հարցերով ամեն անգամ ուղղակի տարբեր պատասխաններ ստանանք, բայց եթե ընդհանուր խոսենք, ապա մենք կտեսնենք, որ ընդհանրապես Հայաստանի Հանրապետության գործող կառավարության համար այդ ամենը ինչ որ կատարվել է Արցախում, դա ոչ միայն կարևոր չէ, այլ նաև իրանք ճշտամանք ունեն այդ ամենի հանդեպ, այսինքն տեսեք, բազմիցս արդեն ասել ենք, որ եթե Բաքվում ցանկանում են դատել, այն ժամանակ դեռ ցանկանում են, դեռ հնարավորություն չունեն Արցախի ազատագրական պայքարի առաջնորդներին, Հայաստանում արդեն դատում էին իրենց, խոսքը Արցախի նախագահների, Հայաստանի նախկին նախագահների, Արցախի ղեկավարության, զինվորականների մասին է, որոնք ջախջախել էին Ադրբեջանին առաջի պատերազմում։ Հիմա Ադրբեջանը հասել է իր նպատակին, բայց եկեք տեսնենք, որ Հայաստանի Հանրապետության ներկա գործող կառավարության համար սա մեծ խնդիր չի իրականում։ Եթե մեծ խնդիր լիներ, մենք գիտենք ինչ տիպի էմոցիոնալ ելույթներ իրենք կարող են ունենալ, օրինակ Ռուսաստանի հարցով։ Այո։ Լսում ենք ձեզ։ Այսինքն սա հիմնական խնդիրը է դա, որ չեն իմ կարծիքով իրենք ուղղակի չեն ցանկանում դրանով զբաղվել, որովհետև իրենք փակել են իրենց համար Արցախի հարցը։ Նույն ձև ոնց որ Ալիևն ասում Արցախի հարց չկա, նույն ձև Հայաստանի գործող կառավարությունն ասում որ Հայաստան չկա, նույն ձև իրենք ընկալում են նաև Մինսկի խումբն է նույն ձև ընկալում, Ադրբեջանը ասում պետք է փակել, Հայաստանի Հանրապետությունը այսօրվա կառավարությունը դեմ չի նրան կողմ է, եթե ընդհանուր ինչ-որ հայտարարի գանք, այսինքն իսկ ինչի է դա կարևոր, որովհետև Մինսկի խումբը ընդհանրապես ԵԱՀԿ-ն որպես կառույց ինքը հենց զբաղվում էր Արցախի հարցով, Մինսկի խումբը, ու ուներ 3 գրասենյակ Երևանում, Ստեփանակերտում եւ Բաքվում։ Աշխատողները ռոտացիայի սկզբունքով գնում էին այդ 3 մայրաքաղաքներում աշխատում էին։ Եվ սա արդեն խոսում է նրա մասին, որ Արցախը ուներ կարգավիճակ եւ Արցախի ղեկավարությունը ինքը նույնպես ուներ այդ կարգավիճակը, բացի նրանից, որ ստորագրել է Երրակողմ փաստաթուղթը զինադատարի 94 թվականին, նաեւ process կար, աշխատանքային process կար, որ կարգավիճակ ուներ։ Հիմա Ադրբեջանը այդ ամեն ինչը չեղարկում է, Հայաստանի Հանրապետությունը այդ ամեն ինչին համաձայնվում է, ու խնդիրը ստեղ է նա, որ արդեն տասնամյակներ շարունակ բացառելով մի քանի տարիք Հայաստան այս թիմը, որը հիմա Հայաստանի ղեկավարում է Հայաստանը, նրանք Արցախի ազատագրական պայքարի դեմ էին։ Ու հիմա մենք տեսնում ենք, որ համընկնում են իրենց եւ Ադրբեջանի մոտեցումները եւ նույնիսկ գերիների հարցով։ Դուք ձեր խոսքում նշեցիք շատ տեղին, որ բոլորը ուզում են հարցը փակել, բայց Բաքվից մենք այսօր ստանում ենք աուդիո ուղերձ, որը չէր կարող հասնել մեզ, կարծում եմ կհամաձայնեք, եթե չֆիլտրվեր Բաքվի իշխանությունների կողմից, որում Ռուբեն Վարդանյանը նշում է, որ սրանով հակամարտության էջը չի փակվում, սա վերջը չէ, հազիվ թե սա Բաքվի իշխանությունների սրտով լիներ այս հայտարարությունը, բայց որն է հարցս, սրանով Ադրբեջանի իշխանությունները փորձում են սպառնալիք նաև ուղարկել եւ ընդհանրապես այս դատավարություններով ինչ են ուզում Բաքվի իշխանությունները։ Ինչ են ուզում դատավարություններով, դա շատ պարզ է, մի կողմից իրենք ուզում են ստանան այնպիսի ցուցմունքներ, որոնք կապացուցեն ճակերտներով, որ չի եղել Արցախի ինքնորոշման համար պայքար, եղել է Հայաստանի կողմից օկուպացիա, իրանք դրան են ձգտում, որը թույլ կտա հետագայում Հայաստանին մեղադրել այդ օկուպացիայի մեջ, փոխհատուցում պահանջել եւ արդեն ագրեսիայի դիմել Հայաստանի դեմ այդ պատրվակով։ Սա շատ պարզ է, այսինքն այս դատական process-ը ինքը ոչ միայն Արցախի ազատագրական պայքարի դեմ է, ինքը Հայաստանի Հանրապետության դեմ է։ Եթե մենք այսօր դա դեռ չենք տեսնում հողի վրա, դա չի նշանակում, որ դա այդպես չի։ Իրենք նախապատրաստում են դաշտը եւ մենք ապագայում առնչվելու ենք այդ խնդիրների հետ, որը հիմա ստեղծում է Ադրբեջանը մեր համար։ Իսկ վերջնանպատակը Ադրբեջանի շատ պարզ է, Հայաստանի Հանրապետության տարածքում ունենալ արևմտյան Ադրբեջան, որպեսզի հայկական քաղաքական ֆակտոր հարավային Կովկասում ընդհանրապես չլինի։
Պարոն Նիգիտյան, ձեր խոսքում էլ նշեցիք իշխանությունների մոտեցումը Արցախյան գոյամարտին ի սկզբանե, այսինքն որ իրենք դեմ էին դրան։ Ես կուզենայի հենց այս թեզի շրջանակներում հետևել հարցը քննարկեինք, իսկ ներքաղաքական որոշակի կոմպոնենտ կա, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները ներկայիս իրենք ջանք չեն գործադրում ուղղված նրան, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը յետ բերեն Հայաստան, այսինքն արդյոք իրենք իսկապես կարծում են, որ այդ անձինք իրենք կարող են քաղաքականապես իրենց համար մրցակից լինել։ Միգուցե այստեղ նաև որոշակի ազդեցություն է գործել նաև 98 թվականի իրողությունները եւ հաշվի առնելով այս իշխանությունների ցակումնաբանությունը իրենք մտավախություն ունեն, որ այդ անձիկ հայտնվելով Հայաստանում կարող են քաղաքական գործընթացներ գեներացնել եւ իրենց իշխանությունը պահելու համար իրենք պատրաստ են նաև Հայաստանի շահերը զոհաբերել, որովհետեւ շատ ճիշտ նշվեց, որովհետեւ վերջն արդյունքում այս գործընթացը հանգեցնում է նրան, որ Հայաստանն է խնդիրներ ունենալու։ Կարծում եմ կա նման բան, չնայած 98 թվականի հետ համեմատությունը դժվար է, որովհետև 98 թվականին իշխանությունը պառակտվեց, այսինքն ամենակարևոր նախարարները, վարչապետը եւ անվտանգության եւ պաշտպանության նախարարները, նաեւ արտաքին գործերի փոխնախարարը եկան համաձայնության, որ sense չի կարելի տանել Արցախի հարցը, իսկ եթե նախագահը այդ ձևը ասում, ինքը պետք է հեռանա։ Հիմա բնականաբար այս մարդիկ եթե հայտնվեն Հայաստանում, իրանք չեն լինի իշխանություն եւ չեն կարող նման կերպ ուլտիմատումով հանդես գան, ոնց որ եղել է 98 թվականին։ Այդ առումով, բայց մյուս կողմից իհարկե եթե բոլոր գերիները նկատի ունեմ Արցախի վերնախավետը վերադառնան հայտնվեն Հայաստանում, ապա կարող են իհարկե քաղաքական ներքաղաքական խնդիր կարող են ստեղծել, այստեղ մի բան էլ եմ ուզում ավելացնեմ, գիտեք, մենք հիմա խոսում ենք Արցախի վերնախավի մասին, որը հիմա գերության մեջ է եւ դատավարություն է գնում, բայց պետք է միշտ հիշենք, որ մենք ունենք առնվազն 429 հոգի 20 թվականից այսքան անհայտ կորած, որոնցից մի մասը դա կարմիր խաչի տվյալներն են եւ կարծում եմ որ իրականում ավելի շատ քանակով մարդիկ լինեն իրանց մի մասը հայտնվել է Ադրբեջան ողջ վիճակով են եղել որ հայտնվել են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկման տակ եւ հիմա մենք չգիտենք այդ մարդկանց ճակատագիրը եւ այս դատավարությունը այդ ուշադրությունը որ այս դատավարությունը գրավել է եւ հայ գերիների շուրջ կարծում եմ շատ կարեւոր է օգտագործել ոչ միայն այդ մարդկանց համար որ մասին հիմա խոսում ենք Արցախի վերնախավի համար որը միանշանակ պետք է այլ նաեւ բոլոր հայ գերիների համար Շարունակելու եմ նորից Էրդողան-Ալիև թեմայով, բայց այս երկուսի հանդիպման թեմայով ընդհանրապես կարծում եմ հետևում եք նաև դուք վստահ եմ որ հետևում եք այս երկուսի հանդիպումներին եւ նկատած կլինեք վստահաբար որ միշտ ջերմ են անցնում, միշտ համբույրներով, գրկախառնություններով, բայց վերջին հանդիպումը Անկարայում ավելի սառներ եւ կարելի ասել Ալիև Էրդողանի համբույրին արժանացավ բավական երկար ժամանակ հայացքը փնտրելուց հետո ինչու եմ սա հարցնում իհարկե հասկանում ենք այս երկու պետությունների կապի խորությունը եւ ամեն ինչը բայց Թուրքիան եւ Ադրբեջանը կարող են ունենալ հակասություններ կարող է այս երկուսի միջև լինել անհամաձայնություն որից գուցե ինչ որ պահի ինչ որ փուլում ինչ որ ձևով կարող ենք օգտվել մենք Կարող է։ Ուղղակի պետք է հասկանանք, որ մի բանը հակասությունը հակառակորդ երկրների միջև եւ լրիվ ուրիշ բան է դաշնակից երկրների միջև։ Իհարկե միշտ լինում է։ Մենք կարող ենք հիշել հապկի շրջանակներում, որ երկրները դաշնակից են, բայց իրար հետ հարցեր են ունենում։ Եվրոմիության մեջ մենք տեսնում ենք էլի դաշնակից են, էլի նույն միջազգային կազմակերպության անդամ են, բայց էլի խնդիրներ են ունենում, քննարկում են, լուծում են։ Ադրբեջանը եւ Թուրքիան նույնպես իհարկե ունեն, որովհետեւ Թուրքիան որպես մեծ եղբայր, բարբերաբար փորձում ավելի մեծ դեր վերցնի համեմատված նրա հետ, թե ինչ Ադրբեջանը կցանկանար։ Հա Ադրբեջանը այս խաղը շատ ակտիվորեն օգտագործում է ռուսական տրեկի վրա, Ռուսաստանն իրենք միշտ համոզում են, որ մենք էլ չենք ուզում Ադրբեջանը Թուրքիան այսքան մեծ դեր ունենա, դուք էլ եք մեզ պետք բալանսավորելու համար, այդ խաղը իրենք միշտ խաղում են, չնայած կոնկրետ այսօր եթե իրանք այդ նույն բանը ասեն, այսօր իրանք չեն հավատա, որովհետև այսօր իրանք արդեն ռուսական ազդեցությունը փորձում են մինիմումի հասցնել։
Բայց այո, իրանք ունեցել են նախկինում են ունեցել հակասություններ 2009 թվականին շատ բաներ հնչողություն ստացավ։ Իդեպ նույն ձև ուրիշ իրանց դաշնակից երկրներ հետ, բայց Բրիտանիայի հետ են ժամանակին ունեցել, որը իրանց հիմնական կուրատորն արևմուտքում։ Պետք է կարողանալ օգտվել։ Հնարավորությունները կան, նաև Հայաստանը կարող է ստեղծել այդ հնարավորությունները, բայց պետք է հաշվի առնենք, որ սա ավելի շատ տակտիկական կարող է լինել, որտեղ ռազմավարական առումով այս երկրները իրարից բաժանելը դա շատ դժվար կլինի։ Պարոն Գիտյան, այս շաբաթ մի հետաքրքիր ձևակերպում հնչեց Հայաստանի քաղաքական իշխանության ներկայացուցիչներից մեկի կողմից, նա ասաց, որ տպավորություն է, որ հայ-թուրքական հարաբերությունները գերի են Ադրբեջանի մոտեցումներին, Ադրբեջանին, հենց այս համատեքստում, արդյոք Ադրբեջանն ու Թուրքիան մեր հետ կապված այնքան հակասություններ ունեն, որ կարելի է ասել, որ Ադրբեջանը գերի է վերցել հայ-թուրքական հարաբերությունները։ Արդյոք սա փոքր ինքնախաբեության էլեմենտ այստեղ չկա, որովհետև գոնե տպավորություն կարող է ստեղծվել, որ Ադրբեջանն ու Թուրքիան այդ հայտնի մոդելով են, գործում добрый злой полицейский, այսինքն իրենք ունեն նույն նպատակը, մեկը ուղղակի մի փոքր ավելի կոշտ հրետորաբանությամբ է դրան հասնում, մյուսը ավելի մեղմ։ Պարոն Գիտյան, ներողություն եմ խնդրում ընդհատելու համար, հիմա շատ պատկերավոր եմ առաջարկում Բենյամինի հարցին նաև անդրադառնանք, մինչև ձեր պատասխանը հիմա դիտենք հատվածներ իմ նշած Էրդողանի եւ Ալիևի վերջին հանդիպումից եւ ինչ հայտարարություններ են արել Հայաստանի մասին այս երկուսը, նախ թույլ են տվել, որ խոսի Ալիևը, լսենք Ալիևի հայտարարությունը, որը Սյունիքի մարզը, Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի Սյունիքի մարզը հայտարարեց պատմական ադրբեջանական հող։ Bugün Türkiye-Azerbaycan Այսօր Թուրքիա-Ադրբեջան բարեկամության եղբայրության պատմության համար կարևոր օր է։ Իգդիր Նախիջևան գազատարն եք բացում, ինչպես արդեն նշվեց 1.5 տարի առաջ հարգելի նախագահի հետ Նախիջևանում արեցինք այս գազատարի հիմնարկեքը եւ այժմ մասնակցում ենք բացման արարողությանը։ Ինչպես գիտեք, Նախիջևանը պատմական ադրբեջանական hող է։ gaz hattının temelini koyduk ve artık bu güzel törende iştirak edirik. Bildiğiniz gibi Naxçıvan qədim Azərbaycan torpağıdır, ancaq artıq bir əsrdən çoxdur ki Եվ ավելի քան 1 դար առաջ Ադրբեջանի հիմնական մասից անջատվել է։ Սրա պատճառն այն է, որ խորհրդային իշխանությունը արևմտյան Զանգեզուրն անջատեց Ադրբեջանից եւ միացրեց Հայաստանին, եւ այս կերպ խզվեց կապը Ադրբեջանի հիմնական եւ նրա անբաժան մասի Նախիջևանի հետ։ Sovyet hakimiyyəti Batı Zəngəzuru Azərbaycandan ayırıb Ermənistana birləşdirdi və beləliklə Շարունակվող այս անարդարությունը խիստ բացասաբար է անդրադառնում Նախիջևանում ապրող մեր հայրենակիցների կյանքի վրա։ quru bağlantısı pozulub. Նշեմ, որ Ալիևը այս հայտարարությունները արել է Նախիջևան Իգդիր գազատարի բացման հարարողության ժամանակ եւ Նախիջևանն էլ հենց կարող է լինել թուրք-ադրբեջանական հակասություններից մեկը, որտեղ Թուրքիան ուզում է ավելացնել ազդեցությունը, ինչին Բաքվում այնքան էլ հավան չեն, այսպես ասենք, եւ ինչպես Բենյամինը նշեց, Էրդողանն էլ այս հանդիպմանը եւ ընդհանրապես այս գործընթացում բարի ոստիկանի դերներ ստանձնել, նրա հայտարարությունը դիտենք հիմա։ Türkiye-Azerbaycan barışın Թուրքիան եւ Ադրբեջանը խաղաղության եւ բարգավաճման կողմնակից են։ Մենք միայն խաղաղություն ենք ուզում մեր տարածաշրջանում, համագործակցություն ենք ուզում։ Մենք ցանկանում ենք միասին զարգանալ։ Մենք մինչ այժմ բազմաթիվ քայլեր ենք արել այդ ուղղությամբ։ Մենք ցույց ենք տվել մեր անկեղծությունը։ Այնուամենայնիվ, Ալլահի կամքով մենք վճռական ենք միասին իրականացնել բոլոր տեսակի ծրագրերը ուղղված տարածաշրջանային խաղաղությանը, բարգավաճմանը եւ հանգստությանը։ Եվ ավելացնելով Բենյամինի հարցին, խաղաղություն ենք ուզում, որ իրականացնենք նախագծերը, օրինակ Զանգեզուրի միջանցք կոչված է։ Եկեք հարցը ինչն էր։ Արդյոք Թուրքիան պատանդա Ադրբեջանի այս իհարկե ոչ։ Իհարկե իրավիճակը հակառակը չի, որովհետև իրենք նույն բանն են ուզում, բայց սա Թուրքիայի մոտեցումն է։ Թուրքերը միշտ փորձել են սա խաղանես խաղը դեռ 90-ականներից, իրենք ասում են մենք սահմանը փակել ենք, որովհետև դուք օկուպացրել եք Քարվաճարը, բայց իրականում սահմանը փակ էր հենց սովետական միությունը փլուզվեց, միանգամից սահմանը փակվեց։ Ուղղակի մի քանի անգամ բացվել է միջազգային կառույցների տարբեր երկրների ճնշման տակ, որ պետք էր մարդասիրական բեռ փոխանցել Հայաստան։ Վերջի անգամ դա եղել է 93-ի ապրիլին, վերջ։ Բայց դա վերջի անգամն է եղել։ Իսկ մինչև այդ սահմանն էլի փակ էր։ Ես կհիշեցնեմ, որ 92 թվականի սեպտեմբերին Հայաստանի արտաքին գործերի նախարարը Ստամբուլում ելույթ ունենալով ասեց. «Այո, դուք ճանաչել եք մեր անկախությունը, միանգամից սահմանը փակել եք»։ Դա Քարվաճարից 1 տարի առաջ էր։
ու Թուրքիան միշտ ասել է, մենք այս ամեն ինչ անում ենք զուտ Ադրբեջանի պատճառով, դե դուք այնտեղ հաղթում եք դրա համար sense, բայց իրականում այն ժամանակ որ այնտեղ սկսեցին անել, մենք լրիվ պարտված վիճակում էինք, Արցախը բլոկադայի մեջ էր, Շուշին ադրբեջանցիների ձեռն էր, ամեն օր ռմբակոծում էին, ու իրականում Արցախում փսով էր 91 թվականի վերջից 92-ի սկզբին, այդ էր իրավիճակը։ Հիմա Թուրքիայից միշտ այդ ուղերձը գալիս է տարբեր մարդիկ, նաև ցակումով հայ, երբ որ գալիս են նույն բանը փորձում են, ասենց ասած, վաճառել մեր հասարակության վրա, որ Թուրքիան իրականում լավն է, իսկ Ադրբեջանն է, որ եւ այլ։ Այդ ամեն ինչը կեղծիք է, դա ընդհանրապես այդպես բան չկա։ Իրանք երկուսով նույն բանն են անում, ավելին Թուրքիան այնքան չգիտեմ դա երևի ռուսերեն ասեմ նագլիություն ասոցաբերում, ուրիշ բառ ուղղակի չեմ գտնում այս բանը, որ փորձում է նաև ասել, եկեք ես ձեր մոդերատորը լինեմ ձեր ու Ադրբեջանի հարցերի մեջ, այսինքն եկեք սա մի կողմ դնենք ու մի հատ նայենք։ Մի երկիր, որը ցեղասպանություն է իրականացրել, չի պատժվել, ստացվել է իր մոտ, մյուս երկրին, որը եւս ցեղասպանություն է իրականացնում, ամեն ձև օգնում է, սատարում է հենց այդ գործում նաև եւ բոլոր ուրիշ հարցերում, ու հետո ասում է, եկեք ես ձեր ու այդ ցեղասպանվածների միջև մոդերատոր լինեմ։ Սա նման է նրան, եթե Հիտլերը օրինակ փորձեր մոդերատոր լիներ, չգիտեմ, հрьяաների ու ինչ որ կարաճելների միջև, հա, ասենք դե ես մոդերատորը կլինեմ, այ նման մի բան է։ Պարոն Իգիթյան, Թուրքիան երբևէ թույլ կտա, որ Հայաստանը զարգանա։ Առևտուր լինի, ապաշրջափակում, ամեն ինչ լավ լինի։ Թուրքիան թույլ կտա, որ Հայաստանի համար ամեն ինչ լավ լինի։ Եվ մի բան էլ ես ավելացնեմ, հայկական ազգանվան մարդիկ որ գալիս են վերջի անգամ որ եկել են բացի նրանց որ խոսք էին տալիս որ ցորեն գազ Թուրքիայից Ադրբեջանից կգա նաև ասում էին որ սահմանամերձ շրջաններում Հայաստան-Թուրքիա թուրքական կողմում մարդիկ քնում են լացում են ու սպասում են թե երբ է բացվելու Հայաստանի այդ սահմանը որ վերջապես այնտեղ առևտուր լինի եւ լավ ապրեն այսինքն ընդհանրապես դա հնարավոր է թե ոչ այդ դիսկուրսն ընդհանրապես Թուրքիան իրապես կա թե ոչ Թուրքիայի ներսում ինչ դիսկուրս կա դա իմ մասնագիտականը չի չեմ կարող պատասխանել բայց եկեք վերադառնալ նրան թե Թուրքիան թույլ կտա որ Հայաստանը զարգանա թե ոչ այս Թուրքիան որը մենք այսօր ունենք այսինքն որը փորձում է իր մեջ միավորի համ պանթուրքիզմը համ իսլամիզմը եւ փորձում է դառնա իսլամական աշխարհի առաջնորդ, սա շատ մեծ եւ առանձին թեմա է Թուրքիայի այս մկրտումները եւ գործողությունները այդ ճանապարհին։ Իհարկե ոչ, որովհետև Հայաստանը մի քանի խնդիր ունի ինքը Հայաստանի հետ։ Մեկը, այն որ Հայաստանը իրականում խանգարում է թուրքական աշխարհը միավորվի։ Իսկ եթե թուրքական աշխարհը չի միավորվի, Թուրքիան չի կարող ստանա այդ իսլամական աշխարհի առաջնորդի դերը։ Բնակչությունը ինչ չի, տնտեսությունը ինչ, ռեսուրսները ինչ են, որպեսզի մրցակցեն օրինակ Ինդոնեզիայի կամ Պակիստանի հետ։ Չնայած վերջի այցը Էրդողանի այդ երկրներ ցույց տվեց, որ իրեն այնտեղ մի քանի անգամ նաև անվանել են մեծ եղբայր Օսմանյան կայսրության ժառանգորդ եւ այլ։ Հիմա այս ամեն ինչ եթե մենք հաշվի ենք առնում, իհարկե ոչ։ Երկրորդը պատմականը Հայաստանի Հանրապետությունը այսօրվա ղեկավարությունը մտածում են, որ եթե մենք հրաժարվենք պատմությունից, ապա այդ պատմական հարցը կփակվի։ Գիտեք, սա ինչի նման է, որ եթե դու չես տենում խնդիրը չկա, դա այդպես չի։ Եթե դու մերժում ես խնդիրը դրանից չի կորում, որովհետև եկեք նայենք, որ համ Ադրբեջանը, այ մենք նոր լսում ենք Իլհամ Ալիևին, համ Թուրքիան, Ռուսաստանը, ուրիշ երկրները հաղում են անում իրենց պատմությանը, ասում են մենք ունենք պատմական իրավունքներ, մենք ունենք պատմական առաքելություն, այս տարածքը մերն է եղել, մենք պատասխանատու ենք այդ տարածքի համար, այս ամեն ինչ է նշանակում, որ մենք գալու ենք մտնենք այս տարածքը, ու մենք ենք կարգավորելու այս տարածքի հարցերը։ Հիմա Թուրքիան դա ասում է, Թուրքիան ասում մենք ունենք հսկայական պատմական անցյալ, կայսրական եւ այլ, սա մեր պատասխանատվության գոտին է։ Իրանք ասում են Օսմանյան կայսրությունը բերում էր լավ բաներ, հա, իրանք ասում խաղաղություն, զարգացում եւ այլ։ Ադրբեջանն է ասում, սա իմ պատմական տարածքն է։ Հիմա այս ամենը եթե մենք հաշվի ենք առնում, մինչև որ Հայաստանը կա, եթե ինչ-որ մի երկիր կա, որը Հայաստան է կոչվում, որ մարդկանց ազգաները Յանով են վերջանում ոչ թե Օղլույով, եւ որ այդ մարդիկ հայ առաքելական քրիստոնյա են, այ մինչև այդ ամենը կա, այս երկիրը խնդիր է իրանց համար, որովհետեւ եթե իրանք կարողացել են զավթել Կովկասյան Ալբանիայի աղվանքի տարածքը եւ հիմա ասում են, որ իրենք են աղվանները կամ նույն ձև թուրքերը ասում են իրանք հիմա խետերն են օրինակ, հա, խետերի ժառանգորդներն են։
Նույն ձև իրանք կցանկանային ասել, որ հայերը իրանք են։ Իդեպ այդ քարոզչական գիծը իրանք արդեն շատ շուտվանից ունեն, որ արմենները դա թուրքական ցեղ էր, հայերը դա ուրիշ ազգ է, որ եկել են ու գողացել են այդ անվանումը, այսինքն քարոզչություն ունեն։ Իրանք շատ կուզենեն, որ ընդհանրապես Հայաստան չլինի, հայեր չլինեն, այստեղ լինի ուղղակի թուրքական աշխարհ, տարբեր անվանումներով։ Այդ է իրանց նպատակը։ Դրա համար իհարկե այսօրվա Թուրքիան եւ այսօրվա Ադրբեջանը, մինչեւ իրանք ներքին փոփոխություններ չունենան, իհարկե իրենք թույլ չեն տա, որ Հայաստանը զարգանա։ Իսկ եթե խոսքը գնում է նրա մասին, թե դեբլոկադայի ընթացքում ինչ կարող է լինել, գիտեք, մինչև որ մենք գործ ունենք այս երկու նացիստական պետությունների հետ, պետք է իրենց անուններով կոչենք, հա, ամեն ինչը։ Իրանք նացիստական պետություններ են, կարող ենք ամենաանկախ փորձագետներին տանք, ասենք վերլուծեք իրանց խոսքը։ Դե ամեն ինչ բարձր դառնում ու գործողությունները։ Ոնց ենք մենք այդ դեբլոկադան անելու։ Թուրքերը եւ ադրբեջանցիները հանգիստ մտնելու են Հայաստանի տարած դուրս գան, իսկ հայերը մտնելու են օրինակ Ադրբեջանի տարած կարողանալու են, մենք երաշխիք ունենք, որ այդ մարդկանց վրա չեն հարձակվելու, չեն Ռամիլ Սաֆարովները։ Մենք երաշխիք ունենք, որ այդ նույն Սաֆարովները չեն գալու Հայաստան, ստեղ այդ ամեն ինչը անեն, որ մարդկանց չեն ձերբակալելու Ադրբեջանում, ասելով, որ նրանք մասնակցել են Արցախյան պատերազմներին եւ այլ։ Այսինքն մինչև որ կա այդ նպատակը ընդհանրապես քաղաքականության մեջ հիմա օրինակ Հայաստանի Հանրապետությունը ղեկավարությունը ինչ ասում, մենք պետք է փաստաթղթերով եւ այլ հասնենք նրան, որպեսզի բալանսավորենք երաշխիք ստանանք։ Քաղաքականության մեջ ամենակարևորը փաստաթուղթը չի ու երաշխիքը չի, ամենակարևորը նպատակներն են։ Եթե մարդը ունի այդ նպատակը, պետությունը ունի նպատակ ոչնչացնել Հայաստանին, դու այդ նպատակի հետ պետք է աշխատես, դու պետք է ամեն ինչ անես, որ ինքը այդ հասկանա, որ այդ նպատակին երբեք չի հասնի։ Գուցե հրաժարվի այդ ժամանակ այդ նպատակից, բայց մինչև այդ նպատակը կա, ուղղակի փորձել փաստաթղթերով, երրորդ, չորրորդ կողմերով սահմանափակել, դա էֆեկտիվ տարբերակ չի լավ, ասենք։ Ձեր վերջին հարցազրույցներից մեկում նշել եք, որ առևտուր է գնում, տարածաշրջանային առևտուր է գնում։ Այդ առևտրում Հայաստանի դերին, որտեղ որ է Հայաստանը, խնդրում եմ դուք նաև նշեք, թե որտեղ եք տեսնում Հայաստանը այդ տարածաշրջանային առևտրում, ինչ է փոխում այն, ինչ հիմա կատարվում է Մոսկվայի եւ Վաշինգտոնի միջև։ Պուտին-Թրամփ հարաբերությունների այս նոր փուլը եւ Ուկրաինայում պատերազմի այս նոր փուլը ինչ է փոխում Հայաստանի համար։ Այն, որ Փաշինյանը վերջին մի քանի օրերին, վերջին մեկ ամսվա ընթացքում պարբերաբար պնդում է մեղրիով այդ երկաթուղային բեռնատար ուղին իր ասած հանձնել Ադրբեջանին տալ։ Գուցե պետք է չշտապել Ադրբեջանին ինչ-որ բան տալ։ Ինչ է փոխվել այս առևտրի պայմաններում, այսպես ասենք։ Շտապել ինչ-որ բան տալ միանշանակ պետք չի, ընդհանրապես պետք է այդ տրամաբանությամբ մտածել, որ պետք է ինչ-որ բան տալ, պետք է մտածել ինչ կարելի է ստանալ, առաջի հերթին։ Երկրորդը ինչ առևտուր է գնում ու Հայաստանի դերը է ամեն ինչ մեջ, գիտեք, Հայաստանը շատ վաղուց արդեն նաման պարտությունից հետո դարել է ոչ թե սուբյեկտ, այլ օբյեկտ, այսինքն ոչ թե Հայաստանն է խոսացողներից մեկը, թե ինչ պետք է լինի, ոնց որ նախկինում էր։ Այ հակառակը հիմա Հայաստանի մասին են խոսում։ Հիմա անորոշ վիճակ է։ Թրամփը մի կողմից հիմա ավելի շատ կրիտիկայի ենթարկում Զելենսկին, Ուկրաինային, Եվրոմիության եւ այլ, բայց դա չի նշանակում, որ ինքը մի օր վեկտորը չի փոխի ու այդ ամբողջ իր ջղայնությունը չի տապվի, օրինակ արդեն Ռուսաստանի վրա նույն կարողությունը, արդեն ռուսներն են ամեն ինչ մեղավորը, հիմա իրաց դեմ կկերարում այս ամեն ինչը։ Այսինքն այս մոտեցումը ուլտիմատումներով խոսելը, բաժամիջոցները, այսինքն ինչ որ շատ անսպասելի կիրառել է, ասենց ասենք, կամ հայտարարել ավելի ճիշտ հայտարարելը։ Թրամփին բնորոշ է ու հիմա անորոշ վիճակ է։ Ու այստեղ իհարկե ճիշտ կլինի չշտապել, ճիշտ կլինի նախ սպասել ինչին կգան այս երկրները, երկրորդը փորձել նաև այդ երկու ուժային կենտրոններին եւ ոչ միայն իրենց Հայաստանի կարմիր գծերը մատուցել, որ ինչն է մեր կարմիր գիծը, ինչի պատճառով մենք չենք կարող այստեղից նահանջել։ Ու ընդհակառակը, եթե մենք չնահանջենք ու գնանք առաջ, ինչով է դա հետաքրքիր նաև ձեզ։ Այո, բխելու նրանց շահից։ Պարոն Գիտյան, վստահ եմ Նիկոլ Փաշինյանի վերջին հոդվածը կարդացել եք Armen Press-ում կամ գոնե ծանոթացել եք հիմնական թեզերին, եթե փորձենք ամփոփ կերպով ներկայացնել, նա տարակուսանք է հայտնում, ասում է ռուսներին էլ ենք հանել Մարգարայի սահմանից,
Արցախը արդեն ձերն է։ Բոլոր հնարավոր տեղերից իրենց հանել ենք, պատրաստենք բարձրացված ընթացակարգով թույլ տանք, որ ադրբեջանական, թուրքական բեռնատարները գան, բայց ինչու եք այդ դեպքում հրաժարվում։ Հիմա ինչ պատասխան կարող է Նիկոլ Փաշինյանը ակնկալել ու իսկապես լավ ինչու Ադրբեջանը եւ Թուրքիան այս Հայաստանին դա էլ չեն տալիս։ Այսինքն իսկապես բոլոր հնարավոր նախապայմանները հայկական կողմը արդեն կյանքի է կոչել։ Ինչ են իրենք ուզում ստանալ Հայաստանից, որ նույնիսկ այս պայմաններում թեկուզ եւ փոքր, բայց զիջման չեն գնում։ Զիջում Փաշինյանի ընկալմամբ, հա, որ սահմանը բացում են ընկալումը որպես զիջում։ Իսկ ինչի համար պետք է անեն։ Եկեք շատ բարձր։ Նախ այդ ամեն ինչ որ Ադրբեջանը ասում էր, որպես նախապայման Ադրբեջանը եւ Թուրքիան, դա իրենց նպատակները չէին։ Դա ուղղակի մի պատճառ էր, որ իրանք ասում են, այս պատճառն է, հա, Քելբաջարով գրավել եք, այդ դրա համար սահմանը չի բացվում։ Հիմա Կարվաճարն էլ է, Ստեփանակերտն էլ է Ադրբեջանի ձեռով, սահմանը բացվել է, իհարկե ոչ։ Իդեպ, եթե սահմանը բացվի, այդտեղ մեծ վտանգներ կան նաև Հայաստանի համար, հա, համ տնտեսական, համ ուրիշ վտանգներ ունենք։ Հիմա շատ բարձ է, եթե մենք ճիշտ հասկանանք Թուրքիայի եւ Ադրբեջանի նպատակները, ոչ մի նման հարց չի բարձրանա։ Իսկ ինչու դուք չեք անում, ինչու չեք գնում փողզիջման, ասենց ասած, որովհետեւ ինչի իրենք պետք է անեն, եթե իրենք շատ բարձ Անկարան եւ Բաքուն որոշել են, որ Հայաստան պետքա չլինի։ Եթե այդ սպառնալիքի ճանապարհով իրենք կարողանում են X քանակի զիջում ստանում են, հետո գնալու են զինված հարձակմանը, հետո էլի ուժի սպառնալիքով մինչև այս երկիրը վերջացնեն։ Դա իրանց պլանն է։ Օրինակ գիտեմ, բայց իշխանություններն էլ ինչ են ասում։ Ասում են, բայց մենք ախր պարտություն ենք կրել պատերազմում։ Ռուսներն են մեզ դավաճանել, արցախցիները չեն կրվել։ Ինչևէ, հա, մենք պարտվել պատմությունը կվերանայենք։ Հա, մենք դա կանենք, բայց ասում են մենք պարտվել ենք, ինչ հետ մեզանից ուզում, այսինքն ինչ պետք է անեն իշխանությունները այս պարագայում։ Շատ բարձ է։ Դուք պարտվել եք, դուք պետք է չլինեք իշխանություն։ Այդքան բարձ բանաձև է դա։ Ինչ եք մեզանից ուզում, եթե պարտված ղեկավարը շարունակում է այդ զիջողական գիծը։ Ասում է, ես բերել եմ խաղաղություն, հա, ասում բայց դրա պատասխաններ ունեն։ Նույն պատերազմի վերաբերյալ ինչ են ասում, քաղաքական մտքի գիգանտներից մեկում այսօր արդեն ցիտում եք, ասում են, ես վախենում եմ, սարսափում եմ պատկերացնել, թե ինչ կլիներ Արցախի եւ Հայաստանի վիճակը, եթե պայմանականորեն նախկին իշխանությունները ղեկավարային երկիրը 20 թվականին, այսինքն իրենք ասում են հետեւյալը, որ եթե մենք գնանք, ավելի վատ է լինելու։ Դեպնականը իրանք այդ պետք է ասեն, բայց եկեք ստապ դատենք, այսինքն նախկին իշխանությունները արդեն եղել են ու 20 թվականը չի եղել։ Այսինքն ամենամեծ պատերազմը եղել է ապրիլյանը, որտեղ մենք ունեցել ենք ոչ թե եթե համեմատենք 20 թվականի պատերազմը, 22-ի ադրբեջանական ագրեսիայի համեմատված մենք ունեցել ենք 15 անգամ ավելի քիչ տարածքային կորուստ ու 3 անգամ ավելի քիչ մարդկային կորուստ։ Այսինքն այդ է եղել ամենամեծ պատերազմը այդ իշխանությունների օրոք։ Հիմա հետո իրանք պարտվել են, իրանք ասում են, որ բերում են բացել են խաղաղության դարաշրջան, որից հետո Հայաստանն էլ է ագրեսիայի ընթարկվում, Արցախն էլ է մի քանի անգամ ագրեսիայի ընթարկվում եւ ընդհանրապես հայաթափվում է։ Ոստեղ իրանք ասում են, դե եթե մենք չլինենք ավելի վատ կլինի, չէ, դա ուղղակի ոնց ասեմ, ուղղակի մարդիկ ուզում են մնան իշխանության, ինչ նպատակներով, սա արդեն առանձին թեմա է քննարկման, թե ինչ պատճառով են իրենք ուզում մնան իշխանության։ Բայց եթե մենք ստապ դատենք ուղղակի sense կողքից անկախ ամենանկախ փորձագետներին բերենք, ասենք ոնց եք մտածում, այս մարդիկ կարող են ղեկավարել երկիրը, թե չէ, այս իրավիճակում կարծում եմ, որ 100-ից 97-ը կասեն ոչ չեն կարող։ Պարոն Նիգիտյան, շնորհակալություն հարցազրույցի համար։ Ես էլ եմ շնորհակալ։